Ինչ է չարն ու բարին։ Բարին քո պատկերացմամբ կյանքի բոլոր լավ բաներն են։ Լավ է, երբ խաղաղություն է, երբ դու ունես տուն, ընտանիք, գործ, փող, մեքենա եւ մագնիսներ սառնարանիդ վրա։ Վատ է, երբ դու դա չունես, կամ այդ ամենն ունի հարևանդ։ Իսկ չարը ինչ է դա։ Չարն այն է, ինչ գալիս է ոչնչացնելու ամեն բարին ու լավը, ինքը կյանքը։ Բայց չարին ձեռքեր են պետք իր սև գործերն անելու համար եւ նա ընտրում է ինչ-որ մեկին, ամենահիմարին, տկարին, անինքնասերին, սուտասանին, հայրենիք չճանաչողին, կարճ ասած նրան, ում ծնողներից կոնը մեկը բոզ էր։ Չարը ընտրում է այդ ոչնչությանը եւ նրա լեզուն բաց է եւ սկսվում է անդադար եւ այլանդակ սուտը, որը թաքցնում է ճշմարտությունը, սարսափելի ատելությունը, որը սեր է ձևանում, ստոր դավաճանությունը, որը խաղաղասիրություն է ձևանում։ Քո ուղեղն ու հոգին թունավորվում են, իսկ չարը մտնում է թևդ եւ ականջիդ հարմար բաներ շշնջում։ Կարևորը քեզ լավ լինի, մնացածը հեչ, մնացածի վրա թքած։ Եվ դու սկսում ես քեզ խոզի պես պահել, էշի պես մտածել, գլուխ պահել, գրդոն անել, խապել, գողանալ, դեբիլ սելֆիների տակ լայքեր հավաքել ու հրհրալ հիմար շոուների վրա։ Եվ բողոքել, որ ամեն ինչ վատ է, երկիրդ երկիր չի ու բոլորը մեկա թալանչի են։ Իսկ երբ գալիս է այն օրը, որ դու էլ մի բան անես, որ երկիրդ երկիր լինի, ընդհանրապես լինի, դու ուրիշ գույնի անձնագիր ես տղուդ համար դասավորում, որ հանկարծ բանակ չգնա ու կատաղած դեմքով ասում ես, ես ձեզ տղա չունեմ տալու, ձեզ ում։ Ով է քո փոխարեն քո կյանքը, քո տունը, քո կնոջը փրկելու։ Հա, չարի ընտրաստականքը բոլորի համար պատուհաս է, բայց երկիրդ ինչ մեղք ունի։ Եվ ում ես դու պետք, եթե տղամարդկությունդ կորցրել, դարձել ես ղզիկ ու վախկոտ չմոր։ Բայց չարն արդեն խելքդ կերել է։ Դո բանակ էլ պետք չի, որ հանկարծ կռիվ չլինի։ Համել չարի խամաճիկը դասալիքներին մեկա ներելու է։ Հող, մող, սահման, բան, սաղ սուտ է, հոգիտ ու հայրենիքդ էլ կծախես, կարևորը թուրքի հետ, առևտուր անես։ Դա է չարը, ինչ կար, չկար շուրջդ ավիրվում է, կյանքդ փշրվում է և քո խաղաղասեր մարդասպան հարևանը տունդ վառում ու քանդում է։ Դու էլ խուճապահալ շուրջդ ես նայում, փրկություն փնտրում, բայց արդեն ուշ է, էլ չկա պետություն, բանակ, երկիր, ազգ, չկա ընտանիք ու սեր, ոգու ուժ ու խելք, ոչինչ չկա։ Չարն է ոչնչացրել քո ու մյուսների ձեռքերով։ Դա է չարը, պերճախոս, ստոր եւ արյունոտ, եւ այն պետք է խափանել, այսօր դեմն առնել, հաղթել, խեղդել նրան, որպեսզի բարին լինի, որպեսզի կյանք լինի։ Մենք չարի հետ ապագա չունենք։